ինչ լավ եղավ, որ ես չի վանդանայի, մաման պապան հաշտվողը չէին։ Վայ մուլիս ինչ ես խոսում։ Ասեմ իմանաս, մաման ու պապան իրար շատ են սիրում, քեզ էլ են շատ սիրում, ու համոզված եղի ինքը երբեք էլ չեն բաժան։ Բայց մեր այս վերջերս իրանք շատ են վիճվում։ Քեզ մի գաղտնիք ասեմ, դա շատ սիրելուց է, բա։ Այսինքն որ մաման պապան իրար հետ վիճվում են, ես ուրախանա։ Բա։ Ջան, ես ինչի վրա եք ծիծաղում, ասեք ես էլ ձեզ միանամ։ Հետ ուղղակի Էմոլիկը իր դասընկերուների մասին էր պատմում։ Լո՞։ Ես հենց նոր բժիշկիդ հետ խոսեցի։ Ասաց, որ եկող շաբաթ կարաս հանգիստ գնաս դպրոց։ Ուրա, ես էլ ընկերուհիներ շատ եմ կարոտել։ Լավ Էմոլ ջան, դե ես գնամ, հետո էլի կգամ, հա։ Ոնց որ թե այսօր քեզ ավելի լավ ես, չէ՞ զգում։ Պապ, արդեն լավ է։ Էդ լավ է։ Դե որ լավ ես, ես գնամ մի քիչ գործեր ունեմ։ Ու շուտ կգամ, հա։ Պապ գնում ես, բայց գոնե շուտ կգաս, չէ։ Շուտ գործերս վերջացնում եմ գամ։ Մերի։ Հասուր, չուր բանալ պետք։ Նստի խոսելու բան կա։ Զարա, Բարև Ռուբեն։ բարև, քեզ տանել ենք սարի։ Ինչ կցանկանաս, սուրճ, թե։ Չէ, մերսի, ոչինչ չեմ ուզում։ Իմացա, որ քեզ դուրս են գրել, ու իմացա, որ էլ չեն հսկում։ Որոշեցի կամ տեսնեմ քեզ։ Լավ ես արել։ Իմացա, որ իսկական հանցագործին եք գտել։ Ես լավ գիտեմ, թե ինչ ահավոր է, երբ անմեղ մարդուն մեղադրում են հրեշավոր գործերի մեջ։ Զա, դու դեռ վիրավորված ես։ Բեն արի դրա մասին ընդհանրապես չխոսենք էլ։ Լավ, ոնց կասես։ Զար, իսկ ինչ ես կարծում, ժամանակը չի, որ շնորհից գարս եմ տուն ու միասին ապրենք։ Չէ, Ռուբ։ Վերջին ժամանակներս շատ տարբեր բաներ են տեղի ունեցել, Ռուբեն։ Ես չեմ կարող։ Ես պետք է հասկանամ ինչ է կատարվել և ինչ եմ ուզում։ Ախր Սուրեն, ես քեզ նոր այդքան բացատրեց, որ նման բան չեմ անի։ Ինչ ես դու էլի նույնը ինձ ասում։ Ես գող չեմ։ Մերի, սա գողություն չի։ Մենք ուղղակի ուզում ենք վերցնենք այն, ինչ որ մեզ է պատկանում։ Վերցրեք, բայց առանց ինձ։ Հազիվ իմ ու Հայկի հարաբերությունը լավացես դու նոր։ Մերի, լսի, դու այդ տուն ազատ ելումուտ ունես։ Մենակ դու դա կարող ես անել։ Չէ Սուրեն, ու խնդրում այլևս ինձ այդ հարցով չդիմես։ Իսկ եթե ասեմ, որ այդ թղթից կախված է իմ կյանքը, դու էլի ոչինչ չես անի։ Լավ փորձել, բայց ես քեզ չեմ անում։ Ես քեզ չեմ խաբում։ Իրոք այդ շատ կարևոր է մեր բոլորի համար, առավել եւս իմ համար։
Եթե այդ թուղթը ժամանակին իմ ձեռքում չհայտնվեց, ես լուրջ խնդիրներ կունենայի։ Չափից շատ լուրջ։ Ալո, Վահան, բարև ես։ Բարև Գասպար։ Ես իրիկվա կողմ ազատ ես։ Մի քիչ խոսելու բան կա։ Կարծում եմ կռահում ես ինչի մասին։ Գրավում եմ, Հայկն արդեն ասել է։ Դե ուրեմն արի կխոսենք։ Ես հարցը լուծում եմ պահանջում։ Կսպասեմ։ Մերի, Չէի սպասում։ չեմ ուղղակի չգիտեք որ գալու ես։ Հա, ուզեցի անակնկալ մատուցել։ Ուրախ չես։ Ոնց ուրախ չեմ։ Նստի մեր չեմ։ Ոնց ես մեր չեմ։ Լավ, դու։ Քեզ որ տեսա արդեն լավ եմ։ Մեր ջան ուղղակի քեզ ոչ մի բանով չեմ կարող հյուրասիրեմ։ Բանը մոր չկա։ Տաթոնը գնաց ոնց որ խանութ։ Հա, ես տեսա տաթոնի մտքի մոտ։ Բայց եթե ուզում ես, ես կարող եմ սուրճ պատրաստել։ Այքո պատրաստած սուրճից չեմ հրաժարվել։ Մեր ջան, ես պիտի մի 5 րոպեով քեզ մենակ թողնեմ։ Դրսում մարդ է սպասում։ Ավակ բան վերցնեմ կամ լավ։ Հա, հանգիստ գնամ։ Բարև։ Ես ոնց է ինձ հիշել ես համբարեն։ Նախքին փեսուտ գործով եմ եկել։ Դավոյի։ Այո, Դավիթ Ադոնցին։ Դու այդ գործի հետ ինչ կապ ունես։ Քո փեսան Դավիթ Ադոնցը դատախազի մոտ դիում ա գրել, որ իր գործով զբաղվող քննիչին փոխեն, այսինքն քեզ։ Դատախազն էլ ինձ է հանձնարարել, որ գործը վերցնեմ իմ վարույթ։ Մերի։ Ես ինչ ասանում ամեն ինչ անում։ Դե, Հայկ, ես մտածեցի սա քո սենյակն է։ Դե ուղղակի ուզեցի տեսնեմ։ Ես էլ մտախոհանոց տնամ սուրճը գազի վրա թափվել է, ասի կարող է նեղացե գնացել ես։ Ինչ անհարմարված ստացվեց, Հայկ։ Ոչ մի բան չկա, Մերի ջան, ոչինչ սուրճ է, այլ։ Դե հեսա կմտածես, որ ձեռքիցս բան չի գալիս։ Այ մարդ ոչ մի բան չեմ մտածի։ Բարի գնացինք արի։ Վահան, ես ուզում եմ իմանալ, թե Դավոյի գործերը ինչ ընթացքի մեջ են ու ուզում եմ այդ ամեն ինչը քեզանից լսել։ Ոչ մի բան չկա, այդպես մենք ամեն ինչ անում ենք, որ երկուսի համար է լավ լինի, փաստաբան ենք վարձել ու Սպասիր։ Երբ ինչ է նշանակում երկուսի համար է լավ լինի։ Մենք սաղս էլ գիտենք, որ Էդոն սպանության հետ կապ չունի, հա? Հա, զենքը Էդո իմն է եղել։ Բայց Դավոն զենքը խլել է ու ինքն ա խաբել։ ես հասկանում եմ, Գասպար, բայց դու էլ մեզ հասկացի։ Դավոյին մեզից լավ գիտես, այդ տղեն բերթանկավ երկար չի ձգելու։ Իսկ եթե Էդոն մեղքի իր վրա վերցրեց, կնստի մենք էլ ամեն ինչ կանենք շատ շուտ իրան կհանենք ընդեղից։ Սպասիլում։ Դուրս է գալիս ու դուք ամեն ինչ արդեն որոշել եք, հա։
Ու առանց Էդոյի կարծիքը հարցնելու։ Չէ, Գասպար, ես հələ պետք է խոսամ Էդոյի հետ։ Ինչ խոսած։ Հա, կամ երբ։ Դատավճիռը կարդալուց հետո։ Հա։ Լս ինչ եմ ասում, հա։ Դուք սխալ ճանապարհ եք ընտրել ձեր աղբորը օգնելու համար։ Ու եթե դեմը ճառակ շատ վատ ալնելու։ Ու ասեմ, որ առաջին հերթին կդուժի դավը։ Չհասկացի, սպառնում ես։ Չէ։ Չէ, բա։ Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ու հետո Էդոն մեր ընկերն է։ Ու պետք չէր սենց ձևի սարքել Էդոյի գլխին։ Այդ հեչ մարդ կա ինչի։ Վրամ, կանչել ես։ Մի քիչ առաջ իմացա, որ Անդոնը հանցագործը։ Դու ում մտքով կանցներ այ մարդ։ Ուրիշ։ Ուրիշ։ Ուր է իրեք ամբողջ օրը կորել։ Վրամ, մեր կորը այդ Արսենին եմ հետևում, հոգնել էի։ Ասեցի մի երկու բաժակ գցեմ, ցրվեմ։ Առավոտ էլ քնած էի մնացել։ Իմ հետ տես բան հետ չէր եղել։ Իսկապես հոգնել էի այդ Արսենի հետ մուկն ու կատու խաղալուց։ Գոնե պարզեցիր մի բան։ Տարօրինակ ոչ մի բան։ Վերջինը որ տեսա, մտավ մի հատ շենք, մի քիչ հետո դուրս եկավ գնաց տուն։ Իսկ ինչ շենք էր գնացել։ Հա, դու գիտես այդ շենքը։ Այն քո հին օֆիսի կողքը մի հատ բարձրահարկ շենք կար է։ Այդտեղ մտավ 2 ժամից դուրս եկավ գնաց իրանց տուն։ Ես ինչ ես ասում, լեզ։ Վստահ ես դրանում։ 100%։ Ինչի ես զարմանում, որ վրամ։ Հենց այդ շենքում Անդոյի տունն է, որտեղ իրան կախված են գտել։